Անցած տարի 23,000-ով քիչ զբոսաշրջիկ է եկել մեր երկիր համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 2024-ի մարտին 152,865 հյուր էին ընդունել, այս տարի 129,887, ընդ որում այս թիվն ամենաքիչն է վերջին 3 տարիների համեմատ։ Մեր խնդիրները սկսվում են դեպի Հայաստան։ Ներհոսքը եւ պակասը սկսվում է խնդիրը հենց քաղաքավիացիայի խնդիրներից, ինչպես հիշում ենք 20 թվականից սկսած հայկական քաղաքավիացիան հայտնվեց ցուցակում, իսկ քանի որ երկրում պակասում է տեղական ավիաընկերությունը եւ բացակայում է ազգային փոխադրողը, այդ դեպքում շուկայում թելադրողը լինում է օտարերկրյա ավիաընկերությունները եւ այդ գների բարձր լինելու պատճառով դադարում են զբոսաշրջիկների հոսքերը։ Մեր փաթեթը ստատիստիկայի համարվում է ամենաթանկը, նույնիսկ Ճապոնիայի փաթեթից է թանկ եւ տարածաշրջանում թանկ է։ Մեր հյուրանոցների գները համեմատած ավելի թանկ են ավիատոմսերի գները։ Սեպտեմբերից հիշենք ուժի մեջ մտավ զբոսաշրջության մասին նոր օրենքը։ Առանցքային փոփոխություններից է օրինակ այն, որ զբոսաշրջային սուբյեկտները, հյուրանոցները, ավտոծառայություն մատուցողները եւ բոլոր մյուսները պետք է պետությանը ծանուցեն իրենց գործունեության մասին։ Խիստ կարեւորություն էին օրենսդրական փոփոխություններին տալիս պատասխանատուները, թեպետ փորձագետները հիմա նկատում են 7 ամիս անց էական արդյունքներ չունենք։ Առաջնահերթություններն ենք սխալ դասակարգում։ Եթե գնային մենք ի վերջո էժան չենք, այսինքն այդքան մատչելի չենք, ապա ուրեմն պետք է ունենաս այն պրեստիժը, այն անունը, այն հեղինակությունը, որպեսզի այնքան մեծ ցանկություն լինի գալու, որ ինչ-որ միտեղ կոմպենսացի գնի բարձրությամբ։ Իսկ գների բարձրության վրա մենք ոչինչ չենք կարող անել, ցավոք։ Հայաստանը գրպանին ձեռք չտվող ու սև ցուցակում հայտնված քաղաքավիացիայից բացի մեկ այլ խնդիր էլ ունի՝ անվտանգությունը։ Բազմաթիվ երկրներ մեր քարտեզին կարմիր զգուշավորության գույնն են տվել, իրենց քաղաքացիներին հորդորելով չանցնել Հայաստանի որոշ ճանապարհներով։ Մասնագետներն անհանգիստ են։ Ոչ ոք ոչինչ չի խոսում, տուրիստական ընկերությունները չունեն պետական գերատեսչությունից ոչ մի ուղեցույց, ոչ մի հուշում մասնավոր սեկտորին, թե երկրի որ հատված չարժե ներառել տուրփաթեթներում, էքսկուրսիոն ծրագրերում։ Հունվար-փետրվարին ի դեպ եւս մեր զբոսաշրջությունը անկում է ապրել, այսինքն շղթան տարեսկզբից է սկսվել։ Այդ ամիսների տարբերությունն էլ մեկի դեպքում գրեթե 10,000 է, մյուսի դեպքում գերազանցում է այն ավելի քան 14,000։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։